Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք Արցախյան ձայներ շարքը։ Մեր զրույցների առանցքում մարդկային կյանքերն են, մեր տեղահանված հայրենակիցների գործունեությունը այժմյան Հայաստանում։ Այսօրվա մեր հյուրը Սևակ Հարությունյանն է։ Սևակ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բոլորիս համար, ինչպես նաև ձեր համար առանձնահատուկ 23 թվականը դարձավ բեկումնային։ Դուք Դիլիջան եկաք տեղահանման ընթացքում հայտնվեցիք այստեղ, ինչպես եղավ, դուք ընտրեցիք Դիլիջանը, թե պատահական հայտնվեցիք Դիլիջանում։ 20 թվականի կռվից հետո, պատերազմից հետո կնոջս կողմից ստեղ են եկել 20 թվականից։ Հետո իրար հետ կապ պահեցին, իրար հետ մտերմացան, որ 23 թվականի կռիվը ուժ եղավ, որ արդեն ասում են, որ պիտի տեղահանվենք Հայաստանի Հանրապետություն, ստեի մեր բարեկամները զանգեցին, որ ուրիշ տեղ չգնաք, միանգամից եկեք ստեղ։ Որ հավաքվեք, միանգամից եկեք ստեղ, ուրիշ տեղ չգնաք։ Տենց էլ եկանք Դիլիջան, ես Մարտունու շրջան գյուղ թաղավարտից եմ, բնությունը շատ նման է մեր բնությանը, դրա համար նախընտրեցի մնամ ստեղ, հիմնական հաստատվենք ստեղ։ Իսկ եթե հայացք նետենք 4 տարի առաջ կատարվածին 20 թվականին, որտեղ է 2020 թվականին, ինչպես իմացաք պատերազմի մասին։ 2020 թվականին ես ծառայում էի պայմանագրային բանակում, ծառայում էի, տենց կռիվը սկսեց, պատերազմը ավարտելուց հետո մի 4 ամիս հետո դուրս եկա։ Ամբողջ ընթացքում մասնակցել եք պատերազմին։ Ամբողջ ընթացքում պատերազմի մասնակցել ենք։ Հետո պատերազմը ավարտելուց հետո դուրս եկա բանակից, իմ դիմում է համաձայն։ Բնակվեցի Ստեփանակերտ հետո։ Տեղափոխվեցիք Ստեփանակերտ։ Տեղափոխվեցի Ստեփանակերտ։ Մեր գյուղը 20 թվականի կռվից հետո կիսվել էր, կեսը Ադրբեջանի տիրապետության տակ էր, կեսը մեր գործի բերումով։ Սահմանն այդպես էր անցնում։ Հա, սահմանը։ Ծնողներս, պապիկս, տատիկս, փոքր քույրս դեղ էին ապրում, իսկ ես Ստեփանակերտ էի ապրում, գործի բերումով։ Տեղափոխվեցիք Ստեփանակերտ եւ ինչով սկսեցիք զբաղվել։ Տեղափոխվեցի Ստեփանակերտ, սկզբից առաքիչ էի աշխատում հացի արտադրամասում։ Հետո մի 5-6 ամիս աշխատելուց հետո մենեջեր աշխատեցի մի տարի։ Դեկտեմբերի 22 թվականի դեկտեմբերին, որ գազերը կտրեցին առաջի անգամ Ադրբեջանը, որ Շուշիից գազը կտրեց, քանի որ հացի արտադրամասը գազով էր հաց տխվում, դրանից հետո գործազուրկ դառանք, որ գազը կտրեցին, գործը կայնեց։ Մտածեցի արդեն, որ այդ գործի մեջ մտեմ, մի հատ վարձակալությամբ փուր վերցրեցի հացի արտադրամաս, որ լույսով թխվի հաց։ Ու տենց սկսեցի հացի գործ անել։ Հա։ Հացը մեր հայ ազգի համար սրբությունն է։ Հացը ոչ միայն մեր բոլորիս համար կարծում եմ, ոչ միայն նյութական արժեք, այլ նաև հոգևոր մեծ խորհուրդ կա հացի մեջ։ Եվ այն, որ դուք ձեր կյանքը կապել եք հացի հետ, դա էլ է շատ հետաքրքիր դիտարկել։ Դուք ինչ կասեք, դուք ընտրեցիք այդ մասնագիտությունը, թե ուղղակի կյանքի պայմաններից ելնելով որոշեցիք օգուտ տալ։ Չէ, կյանքի պայմաններից ելնելով գործի բերումով ընտրեցի այդ գործը, բայց հետո մանավանդ բլոգադարի ժամանակ իմացա, որ դա ամենաբան գործերից մեկն է, ամենալավ գործերից մեկն է, որ մարդիկ հաց չունում, տանեն տուն, օրեր լինում, օրվա վերջում մի 50 հոգի մարդ էր մնում, բայց հաց բրծնում էր, դաժե մարդկանց հաց չէր հասնում, տանեն տուն։ Առերեսվելով նման ծանր իրավիճակի հետ, նման ճգնաժամի հետ, ինչ ելք եք փնտրում, ինչպես եք լուծում այդ հարցերը։ Հուսահատված եք մնում, որ մարդիկ այդպես անհաց գնում, արդեն ով էր ձեզ օգնում։ Այդ վաղտ արդեն, սենց ասեմ, արդեն չէինք մտածում հաստխենք, փող աշխատենք, արդեն մտածում էինք, որ սուտկայի մեջ 4 ժամ էի քնում, տենց մի քանի ամիս շարունակ, արդեն չէինք մտածում էլ փող աշխատելու համար, արդեն մտածում էինք, որ գնանք շուտ հաց թխենք, որ ժողովուրդը առանց հաց չմնան։
Դուք միայն թխում եք, թե նաև զբաղված եք բաշխելով կամ, չգիտեմ, Չէ, աշխատողներ ունեի, ես դե կարգուկան ունեի պահում, տենց բաժանելը չէ տեղում վաճառքեր սաղ այդ բլոգադայի վաղտ։ Իսկ ալյուրը որտեղից եք հայթայթում։ Ալյուրը հիմնադրամից գնում ենք տալոնով դիմում գրում, ամեն հացահարտադրամած գնում ենք դիմում գրում, տալոնով հացերին տրամադրում, մեր կողի գյուղում, Սարուշեն գյուղում քարի աղաց կար, սև ալյուր էին արտադրում, օրեկան 2-3 մեշուկ, 4 մեշուկ, ինչքան հնարավոր էր դեից էինք վերցնում, բերում իրար հետ խառնում, որ ավելի շատ հաստխենք, որ ավելի շատ մարդու կարողանանք հացով ապահովենք։ Հիմնական ալյուրը սևն էր, տեսակը։ Հետո արդեն վերջում մի ամիս, 2 ամիս մնացած էս պատերազմին, արդեն եգիպտացորենի ալյուր, թեփ, սովորական թեփ մեկ էլ սպիտակ ալյուր, sense արդեն այնքան քիչ է, որ սա խառնում ենք իրար, սև հաց ենք ստանում։ Ստանում եք ամեն դեպքում որակյալ հաց։ Հա, լավ, շատ համով հաց էր։ Եվ ինձ պատմել են, որ դուք արդար ձևով եք բաշխում մարդկանց, որ ամեն մի ընտանիք ստանա ցուցակով, նույնիսկ։ Հա։ Որ հաստատ ընտանիք իմանա, որ այդ օրվա հացը ձեր մոտից ստանելու է եւ կերակրելու են երեխաներին, կուշտեն քնելու երեխաները։ Այո։ Ճիշտ է, չէի կարող սաղին տային, չես կարող էլի սաղին հացով ապահովես։ Մեկը ամեն օր մի 40-50 մարդ առանց հաց էր մնում։ Բայց աշխատում ենք այդ ով որ առանց հաց մնացել հաջորդ օրը ցուցակ էինք անում, անուններով հերթագրում էինք, որ գան հացը վերցնեն։ Աշխատում ենք այդ ով որ մնացել է այսօր հաց չստացել, իրանց հաջորդ օրը առաջի սմեն գցենք, որ իրանց հաջորդ օրը գոնե հաց հասնի։ Հա, նույն բանը պատմել են այստեղ մեզ։ Սևակ ջան, ձեզ բաժին ընկած պատերազմի լուրը ոնց հասավ ձեզ։ Որտեղ եք, երբ եք, որ հասկացաք, որ պատերազմը եւ պետք է։ Պատերազմը, այս 23 թվականի պատերազմը, որ սկսել է, ես հացահարտադրամասում էի, մեր կոկարակոս լսեցինք, հետո մամաս զանգեց գյուղում էր, Թաղավարտ գյուղում էր, դե վաբշե վտանգավոր էր, սա 4 կողմը թուրքեր էին։ Մամաս զանգեց լացելով, ասում է պատերազմը սկսել է, ասում եմ ոչ, ստեղ էլ է սկսվել, միտեղ պաղկվեք, տենանք ինչ եք դառնում։ Այդ վաղտ կինս իր աշխատավայրում էր, քրոջս մարդը ծառայող էր, պոստերում էր, քուրուս էլ մենակ էր տունը երեխաների հետ։ Մի անգամից գնացի իրանց սաղին հավաքեցի միտեղ։ Մի մեքենայով եք դուրս եկել այնտեղից։ Հա։ Մի մեքենայով, քանի ժամ եք ճանապարհում եղել։ Սեպտեմբերի 25-ին դուրս ենք եկել, 28-ի գիշերը հասել Գորիս։ Հատելով Հակարի կամուրջը։ Մենակ մի օր, մենակ մի 15 ժամ Շուշիի մոտ ենք, այդպես հերթում կա սպասել։ Արդեն ոչ մի բան, ոչ ուտելիք կար, ոչ բան կար, արդեն հասնելով Հակարի կամուրջ ոչ մի բան չկար ուտելու։ Ինչ զգացողություններ էր այդ պահին Հակարի կամուրջը հատելով, որ հասկացաք կյանքը բաժանվեց երկու փուլի։ Դե հələ այն վաղտ Թե մտքեր չկային ուղղակի։ Այն վաղտ որ գալիս ենք, ճիշտ է, հիմա ինձ որ հիմա հույս կտրել են, որ նորից կվերադառնանք, բայց այն վաղտ մտածում ենք, թե մի ժամանակավոր կհանեն, նորից կտանեն բան, սենց Չէ գիտակցում, որ դա վերջակետ է։ Չէ։ Այսպես ասած։ Ինչ թողեցիք Արցախում, Սևակ։ Ամեն ինչ։ Եթե հետ գնայիք, ինչ կուզեիք այնտեղից վերցնել, որ չեք վերցրել ձեր հետ։ Դե վերցնելու չի, մեր գերեզմաններն են դե, մեր ամեն ինչ ընդեղ այլ մեր մանկությունն ան դե ոնց վերցնես մանկությունը։ Ամբողջ կյանքը ու արմատները։ Ամբողջ կյանքն ու արմատները։ Մեր ամենահետաքրքիր տարիներն են դե անցել։ Այնուամենայնիվ մենք պահում ենք մեր մեջ, մեր Արցախ, ամեն մեկ իր ձևով, մեր մտքում, երազներում, մեր պլաններում, որևէ ձեր փոքր Արցախը այստեղ որն է։ Ստեղծել եք ձեր շուրջը այդ փոքր Արցախը։ Դե ստեղ նույն ձևի զբաղվում եմ հացահարտադրությամբ, սաղ արցախյան շունչը կա, մեր հացի արտադրամասում գաթա ենք թխում, կոլոր հացերն ենք թխում արցախյան,
աշխատողները աշխատում են, որ Արցախից ելնեն, որ գոնե կարողանան մի քանի հոգու գործով ապահովեն։ Դուք եկաք ու ամիջապես գործի անցաք ոնց որ։ Շատ արագ իմացանք, որ ճանապարհի վրա բացվել է։ 28-ին, 29-ին հասել եմ Դիլիջան, 29-ին, երևի ամսի 1-ին արդեն փուրը վերցրել, ամսի 7-ին սկսել ենք արդեն թխել հաց։ Ինչ-որ մեկը ձեզ օգնեց այդ հարցում, թե ձեր անձնական նախաձեռնություններն էր, որ այդպես արագ ստացվեց գործը սկսել։ Չէ, նախաձեռնությունը իմն էր, որ հացարտադրամաս բացեմ, բայց դե նորից ասեմ, մեր բարեկամները ոչ տեղ էին, որ իրանց վրա եկել ենք ստե Արմենը, ինքը ասեց, իրան ասեց Արմեն, բա մի հատ հացի փուր կուզեմ, արենդով վերցնեմ, սկսեմ իմ գործը շարունակելը։ Ինքը օգնեց, զանգեց, ասեց, որ ասենց մի հատ տեղ կա, այդ նույն հաջորդ օրը գնացինք, խոսացինք, վերցրեցինք։ Հացի փռի տերն էլ շատ լավ մարդիկ են, ասեց առաջ 2 ամիսը անվճար կտամ, հետո ընթացքում արդեն կորոշենք։ Եվ սկսեցիք թխել։ Եվ սկսեցինք թխելը եւ Արցախի հացը Դիլիջանում։ Որն է տարբերությունը, օրինակ Արցախի հացի, չգիտեմ, կարծես բաղադրատոմսը նույնն է, ճիշտ է, թե Արցախի հացի, թե Երևանյան հացի, թե Դիլիջանյան հացի։ Ես աշխատում եմ ես հացը առանց ավելորդ բաների թխեմ, առանց վիտամինի, առանց հավելումների, առանց վիտամին եմ թխում, ճիշտ է մի քիչ բարակ է գալիս այդ հացերը, բայց համը լավն է ալնում։ Այո, ձևով այն կլոր է, մենակ ջուրա, ոչ այնքան բարձր, համով արցախյան հացը։ Թոնրում չեք թխում, չէ, բայց հացը կարծես պիտի թոնրում թխվեր, բայց ստացվել է, որ վառարանում է թխվում եւ թանկ է, հա, դրա համար։ Զիջում է համով թոնրի հացին։ Այո, մեկը տարբերություն կա, բայց դե փորձում ենք նմանացնենք էլ ինչքան կարող ենք։ Բացի հացը նաև ունեք ինչի արտադրություն։ Ժենգյալով հացի։ Ժենգյալով հացը ճիշտ է հիմա մի որ ժամանակ չենք թխում, բայց հեսա նույնիսկ կսկսենք թխել։ Ժենգյալով հացը գաթայա հացի տարբեր տեսականիներ տեսանք, որ կլոր հացը լավ չի վաճառվում, այդքան չենք կարող շատ վաճառենք, արդեն ուրիշ տարբեր տեսակի հացեր ենք թխում, մատնաքաշ ենք թխում, բուխանկա ենք թխում, ռամաշկա, բատոն, տարբեր ձևի հացեր ենք թխում արդեն։ Լայն ասորտիմենտ ունեք, լայն տեսականի ունեք եւ ինձ մեկ ավելանա, ոչ թե կպակասի գնալով։ Ահա մտադրված եմ մոտակա վաղտերը արդեն քաղցրով էլ զբաղվեմ։ Քաղցրավենիք թխենք արդեն հա խանութներին մատակարարենք։ Դուք համարում եք, որ դա ձեր այն բաժին Արցախն է, որը որ դուք ամեն օր, որի հետ որ դուք ամեն օր շփվում եք այդ հացը, հացի բուրմունքը, այդ հիշողությունները, այլ ինչ։ Արցախը ձեր համար այլ ինչ պատկերներ են։ Դե ստե բնությունը точно մեր բնության նման, շատ աննման, հա, точно մեր բնության նման է մեր գյուղում էլ ասենք անտառներ։ Կարծես ձեր կարոտը մեղմվում է, հա դրանով։ Ժողովուրդը լավ ժողովուրդ են, ամենակարևորը։ Ամեն դեպքում ամեն օր դուք ուժ եք գտնում, որպեսզի կանգնեք ձեր աշխատավայրում եւ անցնեք ձեր գործին։ Ինչ բառեր, ինչ նախադասություններ կգտնեք ասելու այն մարդկանց, ովքեր հուսադրող բառերի կարիք ունեն։ Ովքեր այդ դժվարություններն են կրում մի քիչ միգուցե այլ ձևով, այլ բնույթի։ Ճիշտն ասած, հիմա բոլոր արցախցիները գտնվում են դժվար պայմաններում, դժվար ժամանակահատվածում, սաղի համար դժվար է, բայց աշխատանքը ժամանակի առումով թե բան ինչ-որ մի տոկոս չափով կարող չենք կարող լրի մոռացության տանք, բայց թեթևանում է էլի մի քիչ այդ մտածելակերպը առանց եթե ապրում ենք պիտի աշխատենք, առանց աշխատելու չի լինի։ Աշխատելու հորդորն է կարևոր։ Հա, խորհուրդ կտամ բոլորն էլ աշխատեն, որովհետև առանց աշխատանք, եթե մարդ ապրում է պիտի աշխատի։ Կարծես ամենօրյա զրույցներից մեր համայնքի բնակիչների հետ Արցախից տեղահանված իհարկե լսում ենք այն մասին, որ անսահման շատ են դժվարությունները, անսահման բարդ են կենցաղային խնդիրները եւ որոշակի լուծումներ չեն տրվում վարչական օրգանների կողմից։ Ինչպես հաղթահարենք այս փուլը։ Ինչ ունենանք մեր մտքում, որպեսզի ամեն օր ասենք լավ է լինելու։
Երբեք հույսներս չկտրենք, որ մի օր գալու է այն օրը, որ վերադառնալու ենք Արցախ, միշտ մտածենք դեպի առաջ նայենք, մեր երեխեքի համար էլա պիտի աշխատենք։ Մեր 30-ից ավել տարիների պայքարը մի այլ հանգալուծում ունեցավ, կարծես թե մենք շատերս ասեցինք, որ այս էր պայքարի ավարտը, պարտությունն էր պայքարի ավարտը, հիմա պետք է կարծում եմ նոր ուժեր գտնենք նոր պայքարի համար, հա, այդպես է, գնալու ենք Արցախ։ Ես հույս չեմ կտրում, հա, բան չենք անելու, անպայման ենք գնալու։ Հույսով ու հավատով մնանք։ Շնորհակալ եմ Սևակ ջան, անկեղծ զրույցի համար, ձեր կենսագրությունով կիսվելու համար, կենսագրությունով եւ կյանքով։ Ձեզ շնորհակալություն։